կարողանում հակաազգային և անարդար երևույթները։ Ալո, դուխիկ, ոնց ես չիներես, նա ղուրբան է դեղնիմ, թորրելիս հետ ես, վայ ես դրանց ղուրբան է եղնիմ, վայ, ասա սանասար բաղդասար, պապին ասմա ես ձեր ղուրբան է եղնիմ, դու ղուրբանը որն է ասա ես ձեր թումբան է եղնիմ, դե լավ դուխիկ ջան, դե գործի եմ, հետո կզանգեմ, դե։ Պաչում եմ։ Այ բալամ, քեզ չեն սովորացրել, որ դուռը պտի ծեծես նոր բացես։ Հալավ կներես, քշի Խոջոյան փողոց։ Խոջոյան փողոց։ Տղա ջան, ես Երևանի 171 փողոցները թորների սանունների պես անգիր գիտեմ։ Երևանում Խոջոյան փողոց գոյություն չունի։ Այն նկար, որ բանը Վերնիսաժի մոտի փողոցը, ոնց է դրա անունը։ Խանջյանի հետ ես։ Լավ, գնանք։ Մանչես, Խանջյան փողոցը հայ անվանի պետական գործիչ Աղասի Խանջյանի անունով է։ Խանջյանի չճանաչելը այդ գենդերային հավասարության մասին օրենքը ընդունելու պես բան է, ամոթ է։ Խանջյանը 1930 թվականին Հալավ այ հոպար ճամփիտ նայի քշի շուտ հասնենք տեղ ուշանում եմ։ Լավ մանչս ոնց ասես տեցեկան է։ Ու մենակ ինձ ասա այդ Խանջյանի վրա որ կոնկրետ որ մասն է պետք։ Կավբոյի արձանի մոտ։ Կավբոյի արձան։ Այ քեզ բա։ Նարդի խաղացողի արձանը սարքեցին։ Մի ձև տարան։ Այդ կինո Մոսկվայի դեմը ինչքան բլոշ կար ժեշտից բերին լսին ասի գա։ Հիմա էլ կավբոյի արձան էր, այդ թազա արձան է։ Այն Վերնիսաժի դիմացն անգնում, թազա չի հինա։ Ձիու վրա թուրը ձեռը։ Եթե ես չեմ սխալվում, դու հայոց սպարապետ Վարդան Մամիկոնյանի արձանի մասին ես խոսում։ Ու եթե էդի տենց է, ես ստիպված եմ քո տիրունանը կրգելու։ Հոպար լավ չեմ, խնդրում եմ մի հատ սկորի զանգի, էլ չեմ դիմանում։ Լավ չի չէ, հեսա զանգեմ, սպասի զանգեմ սկորին գա։ Ալո, բարև ձեզ, մի հատ կանչ գնացեք, հա։ Որտեղ Խոջոյան փողոց, Կավբոյի արձանի մոտ։ Դե ես գնամ հեսա երևի սկորիդ կգա, երևի։ Սա Կասկադն է։ Մեր մայրաքաղաքի ամենագեղեցիկ թաղամասերից մեկը համեմված յուրահատուկ և բազմաոճ արձաններով։ Այստեղ է բնակվում Փանոսյանների ձախորդ ընտանիքը, ովքեր